Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Դուք եք այն մարդիկ, ովքեր կարողանում են միաժամանակ լինել եւ խիստ, եւ բարի, եւ աջակցող։ Եվ այստեղ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ մենք միշտ ֆիլմերում ենք տեսել սուպերհերոսների, տիկնոցներ, փրկված ուժեր, բայց մի օր կանգ առան եւ հասկացան, որ մեր կյանքում իրական հերոսները դուք եք։ Մեր դպրոցում կան ուսուցիչներ, ովքեր ունեն անհավանական ունակություն։ Նրանք կարող են գրել գրատախտակին եւ միաժամանակ հասկանալ, թե ով չի գրում։ Նրանք կարող են հասկանալ, թե ով է խոսում, եթե անգամ դասարանը լուռ է։ Մենք դեռ չենք հասկացել, դա փորձ է, ինտուիցիա, թե սուպեր գաղտնի ունակություն։ Իսկ գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Այդ խստության ետևում միշտ մի բան կա՝ ճշմարտություն, պատասխանատվություն։ Իսկ խիստ լինելը հեշտ չէ, ավելի հեշտ է լռել եւ ոչինչ չասել, բայց դուք ասում եք, որովհետեւ ուզում եք, որ մենք ուժեղ լինենք։ Իսկ հիմա մեր բարի ուսուցիչները, նրանք ունեն ուրիշ տեսակի ուժ։ Դուք տեսում եք այն, ինչ մենք երբեմն չենք տեսնում։ Բայց ավելի անհավանականը այն է, որ դուք տեսում եք մեր խնդիրները, երբեմն նույնիսկ այն խնդիրները, որոնք կատարում են նույնիսկ դպրոցից դուրս, եւ փորձում եք ձեր խորհուրդներով օգնել մեզ, ինչը ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Դուք լսում եք ոչ միայն մեր պատասխանները, այլ նաև լռությունը, եւ դա ավելի մեծ ուժ է, քան ցանկացած սուպերհերոսի կարողություն։ Իսկ հիմա մի քիչ մեր մասին, հիմա կարելի է մի քիչ անկեղծանալ։ Մենք նույնպես ունենք մեր սուպեր ունակությունները։ Օրինակ, երբ մենք դասը չենք հասկացել, բայց զանգից հետո արդեն ամեն ինչ պարզ է դառնում, կամ երբ մենք ձեր ուղարկած տնային առաջադրանքը չենք ստացել, որովհետև քնած էինք, սակայն ուղղակի չէինք ուզում կտրվել հեռախոսից, կամ երբ մենք ինչ-որ օր դասը չենք սովորում, եւ դուք տվյալ դասը հասնում եք միշտ դասի վերջին մի քանի րոպեներին, ու երբ մենք սկսում ենք պատմել, զանգը հնչում է, եւ դուք ամեն օր մեծ համբերությամբ դիմանում եք այս ամենին։ Եթե սա սուպերունակություն չէ, ապա ինչ է։ Եթե ֆիլմ նկարենք մեր դպրոցի մասին, հերոսները դուք կլինեք, սիրելի ուսուցիչներ, որովհետև դուք ոչ միայն սովորեցնում եք մեզ առարկա, այլ արժեքներ, ոչ միայն կանոն, այլ պատասխանատվություն, ոչ միայն բանաձև, այլ մտածելակերպ։ Սիրելի ուսուցիչներ, մենք այսօր ձեր մասին կխոսենք, կկատակենք, կծիծաղենք, բայց գիտենք մի բան, որ մեր կյանքի ամենակարևոր մարդիկ նստած են հենց այստեղ։ Ու եթե որևէ մեկը մեզ մի օր հարցնի, ովքեր են ձեր կյանքի հերոսները, մենք վստահ կպատասխանենք, որ նրանք աշխատում էին Վիկտոր Համբարձումյանի համար թիվ 12 հիմնական դպրոցում։
Իսկ հիմա կներկայացնենք մի փոքր ստենդափ նվիրված դպրոցական կյանքին։ Ողջույն բոլորին, այսօր կներկայացնեմ ստենդափ նվիրված դպրոցական կյանքին, ինչքան էլ այսօր տրամադրությունը նախատնական է, մենք պետք է ներկայացնենք ստենդափ նվիրված դպրոցին, քանի որ մեզ կապող ուղղակ աշակերտներին և ուսուցիչներին վերջ-վերջո դպրոցն է։ Յուրաքանչյուր աշակերտ դպրոց գալու համար նախ պետք է արթնանա, յուրաքանչյուր աշակերտի մոտ այդ պատմությունը յուրովի է ներկայացվում։ Օրինակ իմ դեպքում ամեն առավոտ ես արթնանում եմ զարթուցիչի զանգից, անջատում եմ այն, բայց 5 րոպե հետո կրկին այդ զանգը լսում եմ և կրկին անջատում եմ։ Երրորդ անգամ արդեն ես ու զարթուցիչը ունենում ենք անձնական կոնֆլիկտ։ Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը սկսվում է հենց այդ նույն վայրկյանից և սկսվում է յուրաքանչյուր երեխայի ամենավտանգավոր պահը։ Սենյակի դուռը բացվում է և մաման ներս է մտնում։ Ու մամայի վեր կած արտահայտությունից հետո ոչ ոք չունի իրավունք և հնարավորություն սեղմելու «Повтори через 5 минут» կոճակը ու հանգիստ քնի։ Կամ երբ բոլորը տարածում են այն միֆը և արտահայտությունը, որին ես ընդհանրապես չեմ հավատում։ Խոսքը գնում է տվյալ արտահայտության մասին, որ դպրոցական տարիները կյանքի լավագույն տարիներն են։ Հարգելիներս, եթե դպրոցական տարիները լավագույն տարիներն են, ես վախենում եմ պատկերացնել, թե որոնք են վատագույնները։ Կամ դպրոցական տարիները դեռ թողնենք հանգիստ, դպրոց բառը բոլորիս մոտ ասոցացվում է գիտելիք ստանալու որևէ շինության կամ որևէ կառույցի մասին, չէ՞։ Դպրոցը մեզ մոտ հենց դա է նշանակում։ Բայց եթե գիտելիք ստանալու համար է դպրոցը, ես միշտ զարմանում եմ, թե ոնց է, որ մենք ամեն առավոտ գալիս ենք դպրոց, հենց գիտելիք ստանալու նպատակով, բայց տուն ենք հասնում այնքան հոգնած, կարծես թե եկել ենք շինարարություն ենք աշխատել, շենք ենք կառուցել, հաշվետվություն ենք գրել մեր կատարած աշխատանքի մասին, այդ հաշվետվությունը ներկայացրել ենք ու նոր հասել ենք տուն, որովհետև երբ մենք ջախջախված դեմքով մտնում ենք տուն, մամայի հարցերը ուղղակի անդադար են, ինչու ենք այսքան հոգնած։ Հաջորդը նաև ուզեմ խոսել յուրաքանչյուրի պատկերացմամբ դպրոցի ամենածանր առարկայի մասին։ Վստահաբար յուրաքանչյուրդ կմտածեք, որ դպրոցի ամենածանր առարկան դա մաթեմատիկան, ֆիզիկան կամ քիմիան է։ Բայց ոչ, դպրոցի ամենածանր առարկան դա մեր, ավելի կոնկրետ իմ պայուսակն է, որովհետև երբ ես վերջերս փորձեցի կշռել իմ պայուսակը, հասկացա, որ եթե մինչև 9-րդ դասարան այս տեմպերով շարունակեմ, 9-րդ դասարանում արդեն կդառնամ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն ու կդառնամ արդեն Սուսաննա Մանուկյանից Սուսաննա Ավդալյանը։ Բայց դեռ պայուսակն էլ դնենք մի կողմ, խոսենք արդեն մեր դետեկտիվ մաթեմատիկայի ժամից։ Մեր դասարանում մաթեմատիկան հենց դետեկտիվ ֆիլմի է նման, որովհետև ամեն մաթեմատիկայի դասաժամին, երբ ուսուցչուհին կանգնած գրատախտակին մոտ բացատրում է բոլոր բանաձևերը, յուրաքանչյուր խնդրի լուծումը, բոլորը միաձայն, երբ հարցնում են արդյոք հասկացաք դասը, բոլորը միաձայն գովում են այո, բայց յուրաքանչյուրի մտքում ընդամենը մի բան է, արդյոք այն ինչ գրված է գրատախտակին հայերեն է, թե օրինակ մարս մոլորակից բերված որևէ լեզու, որովհետև ոչ ոք ոչինչ երբեք չի հասկանում։ Բայց այստեղ միանում եմ մեծ շատ տարօրինակ ունակություն ու երբ զանգը հնչում է դասամիջոցի, արդեն ամեն ինչ մեզ համար հասկանալի է։ Բայց ամենահետաքրքիր դասը իմ համար կոնկրետ դա մեր ֆիզկուլտուրայի դասն է։ Ֆիզկուլտուրան մեր դասարանում բաժանվում է երկու մասի՝ աղջիկների և տղաների։ Տղաների մոտ միշտ ամեն ինչ ստաբիլ է և նույնը։ Տղաները հագած են իրենց մարզահագուստները, ձեռքներին գտար կանգնած կարծես Ռեալ Մադրիդի թիմը սպասում են զանգ հնչելու, որպեսզի գնա դահլիճ։ Բայց աղջիկների մոտ իդեալական կարծես լինի մի կաթի մեղրի պատմությունը, յուրաքանչյուր աղջիկ նույն վայրկյանին կհորինի մի պատճառ ունե, որպեսզի չմասնակցի ֆիզկուլտին ու նստարանին նստի։ Երբ բոլորը մոտենում են ֆիզկուլտուրայի ուսուցչուհին հարցնում է ինչի՞ չեք մասնակցում ֆիզկուլտուրային, աշակերտներից յուրաքանչյուրը, կոնկրետ աղջիկներից յուրաքանչյուրը, մեկի մոտ ոտքն է ցավում, մյուսի մոտ թափիչներն են շատ աշխատել, մեկի մոտ մազերն են երկարում, այդ պրոցեսի ժամանակ չի կարելի ֆիզիկական աշխատանք կատարել,
բայց երբ բոլորին հարց տան, արդյոք այդ նույն վարքյանին այդ վատ վիճակում կհասնենք բուֆետ, միանշանակ երկրորդ վարքյանին կապին բուֆետում նստած են։ Ու այս թեման ֆիզկուլտուրայի հետ բուֆետ գնալու հետ շատ կապ ունի, դասամիջոցը ու դասերը։ Մեր դպրոցում դասերը տևում են 45 րոպե, դասամիջոցները 5 րոպե եւ ունենք մեկ երկար 10 րոպեանոց դասամիջոց։ Յուրաքանչյուր դասամիջոց եկեք նախասեմ, դասամիջոցը մեզ համար ընդամենը 3-ից 4 վայրկյան է զգացվում, որովհետեւ զանգը տալիս է դասամիջոցը սկսվում է, մենք միջև մեր ձեռքի գրիչը դնում ենք սեղանի, զանգը տալիս է ու մենք էլի ետ ենք վերցնում։ Բայց էլի չգիտես ոնց, մենք կարողանում ենք այդ 3-ից 4 վայրկյանում հասցնել ամբողջ դպրոցով պտտվել, փախնել գերղազարից, որովհետև եթե տեսնում չեն կարողանա վազել, եւ նույն վայրկյանին հասնել բուֆետ ու հետ գալ։ Մանավանդ աշակերտական խորհուրդը հաստատ կհասցնի գերղազարից փախնել։ Իսկ դասերը մեզ մոտ 45 րոպեանոց ձգվում են դարաշրջաններ, երբ զանգը տալիս է դասը եւ մենք նստում ենք որպեսզի սկսվի այն։ Երբ որ սկսվում է դասը, այդ պահին մենք զգում ենք մեզ նախնադարյան մարդիկ եւ ապրում ենք մինչեւ ապագա, որովհետեւ 45 րոպե մեզ համար հազարամյակ է։ Նաեւ այդ հազարամյակների ընթացքում կատարվելիք գործողություններից ամենավտանգավորը տվյալ արտահայտությունն է։ Դասը շարունակի դու։ Դասը սկսել ու շարունակելը չափից դուրս տարբեր են։ Սկիզբը դնելը հեշտ է, ինչ էլ ասես հետո ողոզից շարունակի, քեզ համար արդեն միևնույն է։ Բայց շարունակելու համար նախ պետք է լսած լինեին, ինչ էին ասում։ Իսկ մենք վստահաբար ոչինչ չենք լսել։ Ու այդ բանի միանում է մեր սուպերունակությունը, մենք կանգնում ենք ու այնքան վստահ ենք սկսում կարդալ դասը գրքից, կարծես թե ուսուցիչը տեղյակ չէ գրքում ինչ է գրված, որ դու ստորագետ բառից բռնած ամեն ինչ յուրօրինակ կերպով սկսում ես կարդալ ու երբ հասկանում ես նայում ես ուսուցչուհուն ու հասկանում ես, որ ինքն էլ է հասկացել, որ դու հանգիստ կարդում ես, այդ պահին քո ուղեղն ու հիշողությունը կախում է այնպես, ինչպես Wi-Fi-ը մեր դպրոցում։ Ու հասկանում ես, որ այդ դեպքում կան բաներ, որոնք կյանքում շատ անխուսափելի են։ Բայց դա դնենք մեկ կողմ, դա ուզում եմ խոսել մեր դպրոցի քննության օրերի մասին։ Ճիշտ է, ես երբեք այդ դպրոցում քննություն չեմ անցնել եւ դա 9-րդ դասարանում չեմ որպեսզի հանձնեմ, բայց արդեն շատ լավ պատկերացնում եմ, թե քննության օրը մեր դպրոցը ինչ վիճակում է։ Իմ կարծիքով քննության օրը դպրոցը կատարյալ փոխվում է։ Բոլորը դուր են, անձայն, բոլորը նստած են քննասենյակում, սկսում են թեստերը վերցնել եւ ուսումնասիրել որպեսզի գրեն, ու երբ են բանի ուսուցիչը կողքից ասում են հեշտ է, ամեն ինչ ձեր անցած է, որ գնայում ես էլ թերթիկին բան չեք հասկանում, բայց դու ստիպված ես գրել, որովհետև դա քո անցածն է, բայց դու կյանքում չես հասկանա, արդյոք այդտեղ գրված յուրաքանչյուր տառ դու ուսումնասիրել ես նախքան քննությունը, թե ոչ։ Բայց ինչքան էլ մենք խոսենք, ծիծաղենք, կատակենք, կարևորը դա չէ, կարևորը այն է, որ մենք ամեն օր նույն եռանդով, ինչքան էլ բողոքում ենք, հաջողում ենք դպրոց, քանի որ դպրոցը միայն դպրոցական դասերը եւ առօրյան չի։ Դպրոցը դա այն ընկերներն են, ում հետ չկարողանալ զսպել ծիծաղը նույնիսկ հաճելի է։ Դպրոցը այն մարդիկ են, ովքեր որ քո տրամադրությունը կբարձրացնեն ցանկացած իրավիճակում։ Եվ վստահաբար յուրաքանչյուրս ինչքան էլ բողոքենք, դպրոցը սիրում են շատ, եթե լսենք դպրոցը շատ կտարացնենք։ Նստեցինք, բարի եկաք։ Համոքի մնացինք, ավեք խոսիկ Աննամացալիկ, դու ես ազնիվ գեղեցիկ Աննամացալիկ, դու ես ազնիվ գեղեցիկ Հայրը տնտիր, մայրը տնտիր, դու ննտիր Հայրը տնտիր, մայրը տնտիր, դու ննտիր Yes.
Երևի